ուրեմն Ալիևը դա օգտագործում է բանակցային գործընթացի վրա ազդելու Հայաստանի ներքաղաքական կյանքը կենթանացնելու ռուսական սեգմենտի միջոցով իհարկե ոտի է հանել Ալիևը թելադրում է սրանց օրակարգը որովհետև սրանք Հայաստանի հետ կապ չունեցող մարդիկ են երազում են Հայաստանը տանեն ռուսական են իրականություն եւ ռուսը ինքը գնում է դու ռուսը գնում է ոնց բացատրես սրանց Հիմա էս է, դրա համար պետք չի, Հայաստանը վերջին օրերին լցվում է ռուսական, ռուսապատակ, այս աղբով, որը մինչև ընտրություններ պետք է սրվի վիճակը, որպես Թաթոյանը դառնա վարչապետ, որը չի լինելու։ Ես իրեն շատ հարգել եմ ժամանակին, իր գիտելիքներ եւ այլն, որպես հայ մարդ։ Հիմա զարմանում եմ, թե այս մարդը ինչ է ուզում։ Ուրեմն այդ բոլորը կեղծ եղել, ոչ թե գիտելիքը, այլ զուբրյոշկա, երևի։ Սևանալիչ թե Գյոչա։ Սևանալիչը առաջ եղել Գեղամածով։ Ռուբինյանն էլ ասում, պատմությունը հետ գնացեք, կհասնեք արձագանքը։ Հետո եղել է Շահ Աբասի ժամանակ 1604-ին Թումանյանը գրել է, չէ՞, հետևը սուր առաջը ջուրետ, ու ամբողջ արևելյան Հայաստանի հայ ազգաբնակչությունը տեղափոխվեց, որից հետո մի մասը հետ վերադարձավ, անունները ռուսներ եկան, աշխատեցին հայկական տեղանուններն ու հայության իրավունքները չվերականգնել Ինչու, որովհետև ավտոխտոն ժողովուրդը տեր է իր ժողովրդին։ Եվ հետո եղավ այս բոլորը եղավ, հա եղել է ցարական բան, բայց կա նաև Սևան եւ այլն։ Հիմա գանք էստեղ։ Այ հարցը դրա մեջ չի։ Իսկ երբ որ Սևանա լճի անունը եղել է այդպես ցարական, քարտեզը մենք չենք գծել։ Ռուսներն են գծել։ Ուրեմն դրա համար ես առաջարկում եմ Թոյնբի կարդալ, արևմտյան գրականություն, քաղաքագիր, տեսեք ինչ է գրած, ինչ է, որն է հայկական, եւ ընդհանրապես Հերման Աբիխ, որի աշխատանքը ես թարգմանել տվեցինք հայկական լեռնաշխարհ եւ այլն, էլի, հա։ Հիմա այստեղից հետո հարց էսպես է պիտի տնենք մենք, լավ, այդ թվերին այո Գյոկչա է գրած քարտեզի վրա ցարական։ Իսկ այդ ժամանակ ադրբեջանցի թուրքի վրա ինչ է գրած եղել։ Ադրբեջանցի թուրքի վրա գրած է Կովկասի թաթար։ Թուրք է եղել Հայաստանում, ադրբեջանցի ասած ինչ է։ Առաջին անգամ ադրբեջան տերմին օգտագործվել է, որ այս տեղանվան համար ինչ որ այսօր կա, Տրապեզոնի հաշտյան պայմանագրի 18 թվին օրերին կարծեմ Վեհ Փաշանը շրջանառել առաջինը որպես տարածք, այսինքն երբ որ ադրբատականը տեղափոխվեց դեպի Կովկաս, որտեղ ոչ մի կառույցություն, որից իսկ 36 թվականին ադրբեջանցի էթնոսի անուն առաջին անգամ գրվել է Ստալինի, այսինքն ռուսների ցուցում, ամեն ինչ ռուսների Այդ որ Ստալինն ասում, դա ռուսական պետության ղեկավար է, դա բան չի, ռուս է, ինչ է, նույնիսկ որ Բաղրամյանը, սովետական բանակի, այսինքն ռուսական բանակ գեներալ է, դրա համար է թքեցին վերեն, հիշում եք Չարդախլուն ինչ արեցին, Բաբաջանյան եւ այլն, ռուսական բանակի ներկայությամբ, չէ։ Ուզում եմ ասել, այդ ժամանակ Ադրբեջանը ընդհանրապես չի եկել, դրա համար ինչն է ասելիքը, հարցի մեջ քաղաքական մարզ կա, հարցի մեջ մեզ նեղելու հարց կա, Հարցի մեջ կա նաև Հայաստանի ներքաղաքական կյանք իրար խառնելու Ամեն դեպքում դուք եթե չեք լսել Նիկոլ Փաշինյանը հայտարարեց որ ակնարկները լեգիտիմ չեն, լեգիտիմությունը բխում է ընդունված փաստաթղթերից եւ շարունակեց ուղիղ իմաստով այդ հայտարարությունը հարցը տեղափոխեց քաղաքական հարթություն Ալիև ինչը փրկեց այդ իր մեկնաբանությամբ ուղիղ իմաստով հասկացած հայերից Ինչն է մեր ելակետը Ինչից ռուսներն ու Ալիև ուզում է խուսափել, այս երկուսը նաև ռևանշիստներ, միասին, երեքը միասին, օգոստոսի 8-ի Թրամփի ուղուց ուզում է շեղվել դուրս գալ, մենք չենք շեղվելու, եղավ էս է, սա արդեն քաղաքական մաս Այլընտրանքային նախագծի խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը ասում է, որ Ալիև իրականում ձևակերպում է հայաստանյան գալիք ընտրությունների քվեաթերթիկի բովանդակությունը, Սևան թե Գյոչա, եւ հասարակությունը պետք է ընտրություն կատարի այս երկուսի միջեւ Հասարակությունը ընտրությունը կատարել է, ոչ Սևան է, ոչ Գյոչա է, Հայաստան է, եւ ես առաջարկում եմ այս ռևանշիստների կուսակցություններ փակել ու վերջ Հարցի լուծումը դա է Հարցի լուծումը ժողովրդավարպետության մեջ Օտար ուժը բերում են Հայաստան պիտի փակվեն ու վերջանա ու վերջ Հիմա ում դուր կգա ում չի գա
իրենց էլ պետք է ուղարկել հանգստանալու։ Սեկտիվ կարգանա թող մի կես տարի մնան, հետո հետ գար։ Պարտավորեք, բոլորը պարտավորեք Հայաստանի իշխանությանը հարգել, պարտավորեք։ Կսիրեք, չեք սիրի, ձեր գործն է, բայց ես գործընկերություն եմ իմը, առանձնապես հայերի մեջ տարածված այդ բանն է, սիրել, չսիրել։ Ես քաղաքականության մեջ ոչ լավատեսություն եմ ընդունում, ոչ վատատեսությունը, ոչ ուրեմն սիրելը, ոչ էլ չսիրելը։ Ես կարծում եմ, որ մենք պարտավոր ենք միմյանց դիրքորոշումներ հարգել, բայց առաջին հերթին հարգել իշխանություն, նաև սփյուռքով։ Հայաստանի իշխանությունը պարտավոր է հարգելու, բայց ես ռևանշիզմին հարգելու պարտավորություն չունեմ, որտեղ նա ուրիշ բան է անում երկրի ներսում։ Եղավ, ուրեմն սա Հայաստանի ազգային պետական շահի հետ կապ ունի, ինչպես Ամերիկան, Արգենտինան։ Հիմա մնացածն ասեմ, որ ինչպես է կանգնեցնելու։ Ես ասեմ, որ Նիկոլ Փաշինյանը դա կանգնեցրել է։ Այդ հիստերիան դրեք կողքի, ինչպես է կանգնեցնելու, ինչպես է անելու։ Այ դուք եթե իմանայիք ասենք ենթադրում եմ կարող է եւ գիտեք այսինքն Ալիևի նկատումները կանգնեցված ուրեմն իհարկե կանգնեցված է ուրեմն կանգնեցված է եւ երկիրը վերակառուցվում է որ չեն ուզում տեսնել եւ մեր հայրենակիցներ չի ուզում տեսնել դուք չեք ուզում ընդունեք մի բան որտեվ հիստերիան չի թողում կամ է շահագրգռություն կա Հայաստանում իսկապես ինչքան դպրոց մսուր մանկապարտեզ է կառուցվում դուք դա տեսել եք Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքը այսօր ասֆալտապատված է եւ մի հատ փոշ չկա բացի քաղաքներում եղածից չկա բնակավար որ բայց դուք չեք ուզում համառորեն հիմա ասում եք դա ինչ է որ եւ այլն եւ մատի փաթաթան իշխանությանը դարձնել իշխանապողություն իմպիչմենտ եւ այլն այս խելագարության պետք է վերջ տրվի մարդիկ ընտրվել են Դուք ես չեմ ընտրվել, չէ, դուք ընտրվել եք, մենք պարտավոր ենք 5 տարի, հետո ընտրություն նորից ում կուզեք ընտրեք։ Եվ իհարկե, ուրեմն եթե մեր թիկունքին, այդ դուք ճիշտ ասեցիք, եթե մեր թիկունքին կանգնած լինեն Միացյալ Նահանգները, այն Նիկոլի դիվիզիաները կմտնեին Բաքու։ Քանի որ ուրեմն Միացյալ Նահանգների դիվիզիաները չեն կանգնած, նա էլ վարում է այն քաղաքականությունը, որ վարում է որը հայությունը չի ընդունում, որն է դա, բնազդով կամ ոչ, չի ընդունում, բալանսի քաղաքականությունը չի ընդունում։ Ասում են դա ստորացման քաղաքականություն է։ Դա ոչ ստորացումը, ուրեմն նախ ստորացումը Ալիևից է գալիս, Նիկոլից չի գալիս։ Հիմա եւ երկրորդը, տեսեք Ռուսաստանը ձեզ համար խնդիրներ է ստեղծել մեզ համար, որ չեք ուզում ընդունեք։ Արցախի այսպես կոչված ռազմաքաղաքական ղեկավարությանը Պուտինը վերցրեց դիտավորյալ Բաքվին տվեց, որ դուք այստեղից պահանջեք բերեք։ Եթե Պուտինն է հանձնել, թողին էլ բերի։ Երկրորդը Պուտինի հանձնած է ձեր կարողությունը ինչպես եք հետ բերում, որ պահանջում եք։ Հիմա ինչպես եք, երբ որ Արցախը զենքը ձեռին դուրս եկավ երկրից, միլիարդավոր ձեր չէ զենքը, հիմա առանց զենքի ոնց է վերադառնալու, այս Փարիսեցություն ինչպես է, ինչու է այդ հարցերը ակտուալ մնում, այդ բոլոր արված է Հայաստանի պետության հիմքեր կանդելու համար, չկայանալու, ես չեմ ասում այդ ուղղությամբ աշխատանք չի լինելու, շատ եմ ասել, իսկ Գերմանիայի բարական այսպես այո դաշնակից չունեք եւ պետք է վարեք այն քաղաքականությունը, որը երկրի անվտանգություն առաջինը կապահովի եւ երկրորդը կապահովի նաեւ զարգացում։ Հայաստանում այսօր կա զարգացում, ինչքան էլ չուզեք, անվտանգությունն էլ ապահովված է եւ այդ դեպքում Հայաստանի վարչապետը կարողացել է ինչպես պիտի ապահովել է Ինչպես պիտի, եթե մենք ժողովուրդ լինեինք, հիմա բաց ասեմ, քանի տարի առաջ ասել են կեշեք։ Ես միշտ ասել եմ, որ հիմա չեմ ասում, որտեղ հիմա այդ հարցը չի հասկացվի։ Ես ասել եմ Հայաստանի ֆիզիկա է պետք, միշտ եմ ասել։ Հիմա էլ եմ ասում, բայց հիմա մինչև ֆիզիկային կհասնեք, ուրեմն պետք է այդ կետը անցնեք։ Հիմա այս բոլորը, այսպես ասեմ, էլի դեմոկրատական է, դեմոկրատական։ Այդ դեմոկրատիայի համար այդ թերությունները սեր ժամանակին չէի խոսում, ռուս չէի անում եւ այլն։ Ուզում եմ ասել, վերեք իրատեսության մեջ մնանք։ Իրատեսությունը համարն ասում է մենք մենակ չենք կարող, բայց ոչ Միացյալ Նահանգներ, ոչ Եվրոմիություն, ինչու՞ չի։ Հիմա գալիս եմ դրան, չէ։ Հիմա Հայաստանի քաշը այդ կան է, ոնց ասեմ։ Սուլտան Համիդից սկսած ինչքան եմ ձեզ մոտ ասել։ Հայաստանով խոշոր տերությունները շատ շահագրգռված չեն, այսքանով, այնքանով, որքանով։ Բայց այդ պարագայում նույնիսկ 1920 թվականին անգլիացիները կանգնեցին թիկունք, մենք հանրապետություն ստեղծեցինք, ռուսահայերը կերան։
բոլշևիկները կերան այդ պետությունը։ Հիմա էլ անում ենք այնքան, ինչքան մեր ուժերի մեջ է։ Դու գիտես ինչու էի ասում։ Նայեցեք, սա պիտի ակաժներին օղանել ընդհանրապես, ով որ ուզում է իրականություն հասկանա։ Հաղթողը տանում է այնքան, ինչքան ցանկանում է, եւ պարտվածին թողում է այնքան, ինչքան կամենում է։ Հիմա սա բանաձև է։ Ես էլ ասում եմ, ինչու համալսարաններում դու գիտես չեք սովորել, որ այն ժամանակ, երբ որ հորադիզում էինք, Բաքու մտնեիք, ինչքան եմ ասել քուրարակսը պիտի ստեղծվի, որ ճար չկա, եւ լախը կամ պիտի խփվի, չեք արել, հիմա կանգնել եք Պուշկինի դատարկ այն բանի այն Թումանյանն է թե ինչ է, այս հարցերը էսպես են։ Հիմա անցնում եմ ավելի բարձր մակարդակի վրա։ Իհարկե Հայաստանը, եթե ձեր լեքսիկոնը օգտագործի, այս բաները, մի մասը միամիտ ինձ ավելի շատ է ուրեմն դա վիրավորում նման խոսակցություն Ալիևի կողմից, որովհետև տարիներ շարունակ ես ասել եմ, ես Հայաստանում եղել եմ առաջին մարտը, որ 2014 թվականի հոկտեմբերին Թեկեյա մշակութային միության հարցազրույցում ասել եմ, Արցախի հարցը այլևս խաղաղ լուծում չունի, դա ունի միայն ռազմական լուծում, Ալիևին ցիտում եք, ինչ չեք ցիտում, հասկանում եք ոնց է, ես 2002 թվականին ճանապարհ դեպի Թուրան գիրք եմ հրատարակել, բրոշուր, որ այս պրոբլեմը ներկայացրել եմ, եթե չանեք սա, կստացվի սա, դրանք հրապարակված են, կարդացել եք, ուրեմն այդ հասցեատերը ես չեմ, դուք եք, կամ ուրիշներն են, ռևանշիստներն են, հիմա այս վիճակում կպնել ես ինչի չի անում են, ինչի չանում,